Այո, հաջորդ օրը ես իր հետ հանդիպել եմ, այո։ Ես ստացել եմ իր հիմնավորումները, ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում, արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր իրենց ղեկավարի վեհապարի հետ եւ ստացել եմ բացասական պատասխան եւ ըստ դրա իմ եզրակացությունները ես արել եմ։ Այսինքն վեհապարը տեղեկացված չի եղել հանդիպման մասին եւ համաձայնություն չի տվել։ Իմ տեղեկությունները ոչ։ Իսկ ինչու է որոշել գնալ այդ դեպքում, եթե ես չեմ կարա ինչ է ձեզ ասել։ Մեկնաբանել, ինձ թվում է դա իրեն։ Ամեն դեպքում, պարոն Շահրամյան, ստացվում է, որ վեհապար Հայրապետը, որը Արցախի թեմա ամեն գնով պահեց, սխալվեց, հա, որովհետև իշխանությունները բազմիցս պնդել են տարբեր ներկայացուցիչներ, որ Արցախ գոյություն չունի, այսինքն սխալվել է, որ Սրբազանը շարունակել է թեմակալ առաջնորդ մնալ։ Ես կսպասեմ մինչև համապատասխան որոշումը։ Ամենացավալին այն է, որ մենք բոլորս ականատես ենք լինում գործող իշխանության եւ եկեղեցու միջև այդ հակադրությանը, իմ կարծիքով դա չպետք է հայնարանացվել եւ դա պետք է իրականացվել փակ դռների հետևում, պատշաճ կարգով, առանց լայն հասարակությանը ներգրավելու եւ չեմ ուզում մեկնաբանություններ տամ, մենք կսպասենք մինչև եւ եկեղեցու մեջ ներսում ինչ զարգացումներ կլինի, ինչ որոշումներ կլինեն եւ ըստ այդմ մեր դիրքորոշումը կհայտնվի։